Դու հատուկ ես անում։ Ինչն եմ հատուկ անում։ Ինչը քեզ դուր չեկավ։ Ինչը սխալ հասկացար։ Քեզ ինչ ես ում հետ կամ ուստանամ։ Դու իրոք ոչ մի բան չես հասկանում։ Ինչ պիտի հասկանամ։ Ասա վարո։ Միքոն եկել է։ Ոնց Միքոն ա եկել։ Ուր ա եկել։ Տուն, ստեղ ա եկել։ Լավ, հենց հիմա գալիս եմ։ Մեր խոսակցությունը չի վերջացել։ Ես գնում եմ ու գամ, որ մենք խոսանք ու վերջնական հասկանանք ամեն ինչ։ Եթե Միքոն եկած չլիներ, Նարէ, ոչ միտեղ չէի գնալու, մինչև չպարզվեր։ Դուստը ինչ ես անում։ Ինչ ես ձենդ գլուխդ գցել։ Ինչ Սոնան ա պետք, ուր ա Սոնան։ Սոնան շատ հեռու է։ Այսինքն Հայերեն լեզվով քեզ բացատրում։ Սոնան շատ հեռու է։ Սոնան ստեղ ա, ուղղակի դու չես թողում, որ ինքը դուրս գա։ Լսի այդ տղա։ Քեզ հայերեն լեզվով չեմ բացատրում, որ Սոնան շատ հեռու է։ Ու երկրում չի։ Հարցիդ պատասխանը ստացար, դեմա ֆռա ու գնա ստեղից։ Մի րոպե հələ։ Այսինքն դու քոնը ասեցիր ու վերջ, հա։ Սոնան իր կամքով հաստատ չէր գնա այստեղից։ Դու ես իրան ստիպել, ուր ա Սոնան։ Մենք բան էինք խոսացել, բան էինք պայմանավորվել, ինքը ինձ ինչ-որ բան էր խոստացել։ Ու հիմա ասում ես Սոնան գնացել ա։ Ուր ես ուղարկել Սոնային։ Ես հիմա շատ բաներ հաշվի առնելով, քեզ չեմ պատասխանում անենց ոնց որ պիտի պատասխանեի։ Ֆռա ու գնա ստեղից։ Թե չէ ինչ պիտի անես։ Սրանից ավելի մեծ վատություն, հա, կա որ կարաս անես։ Ուր ա Սոնան։ Հարց եմ տալիս, պատասխանի։ Լսի այ լակոտ, դա քեզ չի վերաբերվում։ Բա ում ա վերաբերում, եթե ինձ չի վերաբերում։ Մենք խոսացել ենք, բան ենք պայմանավորվել ու հիմա հանկարծակի ասում ես Սոնան գնացել ա։ Ուր ես ուղարկել Սոնային, ուր ա Սոնան։ Սոնային ոչ մեկ ոչ մի բան չի ստիպել։ Ինք իր կամքով գնացել է։ Ինչ ձեռը առնում ես մարդը ինձ։ Վրամ։ Դու չափերդ արդեն անցնում ես։ Համբերությունս մի փորձի։ Այդ հաստատ քոկտին չի լինելու։ Օգտվի առիթից, որ երիխուս խաթր զսպում եմ ինձ։ Ու գնա։ Ուրա։ Ներսն է սպասի, բայց բան եմ ուզում ասեմ։ Միքո։ Միքո, ախպերս։ Ոնց ես մեծացել այդ տղա։ Նարե ջան, ես ինչ արկղեր են։ Բարես, ասում եմ, ես ինչ արկղեր են։ Ատելիեի տարածքը փոխում եմ։ Այ, ինչի համար։ Դուր օգնեմ քեզ։ Չէ, մեքենայի մեջ ուր շարքեր կան, եթե կօգնես, այդ կբարձրացնենք։ Հա, իհարկե կօգնեմ։ Ուր։ Սենյակ։ Բաչ ասեցիր արկղերը բուն բերենք։
Հա, բայց հիմա տրամադրություն չունեմ, թող մնա հետո։ Նարի ջան, լավ ես։ Էս ինչ է այս աղջիկը հետ կատարում։ Ես եկել եմ, որ Լսի, ինձ հետ է պահում իմ տված խոստումը։ Մենակ էդ է ինձ ստիպում, որ զսպեմ ինձ։ Սոնան ուր է։ Ես գիտեմ, որ հանդիպել եք։ Իմ երեխեն գաղտնի բաներ չի անում։ Պատմել է ու ասել է, որ այս ամենաճիշտ որոշումն է։ Ես էլ համաձայն եմ իր հետ։ Չհավատացի։ Համոզիչ չէր։ Դու մի օր ժամանակ էր, չէ՞ ուզես Սոնայից։ Ես խոսք եմ տվել ու լավ գիտեմ իմ խոսքի արժեքը։ Եվ լավ կլիներ, երբ որ դու էլ քո խոսքը հարգեիր։ Հասկանում եմ, սիրարված ես, քեզ կորցրել ես, բայց այդ քո վարքի արդարացում չի։ Ասում Սոնան որոշել է, ես է հարգել եմ իմ երեխու որոշումը։ Թե որտեղ է, ինչ անում, դա քեզ չի վերաբերվում։ Դա քո գործը չի։ Դու Սոնան իրար հետ կապ չունեք։ Եթե քեզ թվում է, որ ես հիմա պիտի վախենայի քեզնից, ասեմ, որ սխալվում ես։ Դու հիմա ինձ ինչ հեքիաթներ էլ պատմես ու ասես, որ Սոնան ինքն է ուզել, որ գնա, ես մեկը չեմ հավատալու։ Հա, կարող է պատմել մեր խոսակցությունը ու դու ամեն ինչ գիտես, բայց դու ես իրան ճանապարհել ու երևի ստիպելով։ Տեղը չես ասում, ես կգտնեմ։ Դու ախր չես հասկանում, թե քեզ հիմա ինչ կրակն ես գցում։ Դուք թշնամի եք իրար։ Դուք թշնամի եք։ Դու է դրա մասին գոռում։ Մոռացար։ Ես թքած ունեմ ամեն ինչի վրա։ Հա, հենց տենց թքած ունեմ ամեն ինչի վրա։ Սոնան իմ թշնամին չի եղել ու չի էլ լինելու։ Սոնան ինչ կապ ունի Մարգարի թորան արածի հետ։ Սոնան ինչ կապ ունի Մարգարի տղու արածի հետ։ Ոչ մի։ Ինչի պիտի ես կամ Սոնան պատասխան տանք ուրիշների արածների համար։ Ու լինես դու, լինի Մարգարի թորը, թե ուրիշ ինչ որ մեկը, չի կարողանալու նենց անի, որ ես Սոնայից հեռու մնամ։ Ես սիրում եմ Սոնային ու շատ լավ գիտեմ, որ Սոնան էլ ինձ է սիրում։ Ես էլ եմ մի պահ ձեր նման մտածել, դրա համար էլ հեռու եմ մնացել Սոնայից։ Բայց հիմա վերջ, մեր սիրուց մեզնից ավելի կարևոր բան չկա։ Ես Սոնայից չեմ հրաժարվելու։ Սոնանը հրաժարվե քեզանից։ Իսկ դու պարտավոր ես Սոնայի կարծիքի հետ հաշվի նստել։ Մինչև այդքան բան Սոնան ինձ չասի, ես հակառակը չեմ անելու։ Արդեն շատ երկար եմ համբերում, ոնց որ թե չի ստացվում։ Խոսա Միկո, մի բան ասա։ Նորմալ է ամեն ինչ։ Ոչ մի բան է նորմալ չի։ Ինչ է կատարվում։ Ինչ ես քեզ sense սպանում։ Ինչի։ Դու ինչի ես սպասում։ Ախպերս։ Միկո, մի բան էլ դու ես իմ հետ sense խոսում։ Բա ինչ ասեմ։ Չէ, ասա, եթե պետքա ներողություն խնդրեմ, կխնդրեմ, որ դու քեզ մեծ ախպեր զգաս, լավ զգաս։ Մի հատ ուշքի արի։ Ոնց ես խոսում, ոնց ես քեզ սպանում։ Այկո։ Ես մի բանի համար եմ եկել։ Եկել եմ ասեմ, որ ինձ հանգիստ թողես։ Սրա նրա միջոցով իմ մասին ոչ մի բան չփորձես իմանալ։ Մոռացի ինձ, Հայկ։ Հա, եթե պետք է, ես ծանոթ բարեկամ տենալուց կասեմ, որ դու ընտիր ախպեր ես եղել, լավ ախպեր ես եղել, դու հանկարծ չնեղվես։
Մենակ թե կյանքումդ մի անգամ գոնե մի հատ լավ բան արա ու ինձ հանգիստ թող։ Ես մոտավորապես քեզ սենց էլ պատկերացնում էի։ Այ որ ժամանակին էգոիստ չլինեիր, հիմա հարազատ աղբորդ պատկերացնելու կարիք չէր լինի։ Կողս կլնեիր, հետս կլնեիր։ Ձեռս առնում Միքո։ Քեզ թվում է ինձնից կախված է եղել այդ ամեն ինչը։ Հա հիմա հասկացա ինչա կատարվում։ Իմացել ես, որ գիտեմ ինչերի մեջ ես, դրա համար դու ես հարձակվում, որ ես չխոսամ, չէ՞։ Չես պատկերացնի, բայց նենց մեկ է ինչ ես մտածում։ Ես իմ ասելիքը ասեցի։ Կանգնի հենց հիմա տեղդ, Միքո։ Դու ստեղից չես գնալու, միջև չբացատրես, հասկանամ ես ինչ ձև ես պահում քեզ։ Մոռացել ես, որ ես քո տունն է։ Ուր ես գնում ստեղից։ Մոռացել ես, որ ստեղ ես մեծացել։ Ես ոչ մի բան չեմ մոռացել։ Կարող է այս քո տունն է, բայց իմը չի։ Կարող է դու ես շատ բան մոռացել, բայց ես ոչ մի վարքյան չեմ մոռացել։ Իմ տունը գյուղում էր։ Իմ տունը այնտեղ էր, որտեղ իմ տատն ու պապն էին ապրում, որտեղ ես ու դու ենք ծնվել։ Հիմա կարող է այս քո տունն է, դու հարմարվել ես, համակերպվել ես, բայց իմը չի։ Ես արդեն երկար տարիներ է տուն չունեմ։ Ու դրա մեղավորը մենակ դու ես։ Մենակ դու ես, Հայկ։ Արմո, այս թղթերը մի հատ պատ չնի։ Ինչի համար։ Լսում եմ։ Քեզ հիմա հասցեք ուղարկեմ։ Մի ժամից ասածս տեղում կլինես։ Խոսալու բան կա հետդ։ Իսկ կարող եմ երկու բառով ասես ինչի մասին է խոսքը։ Տղուտ մասին է խոսքը։ Մի ժամից արի ասածս տեղ։ Արեցի ձեզ ցակու, անցնենք առաջ։ Դու շարունակի, ես դուրս եմ գալիս։ Բան է եղել։ Դեռ չգիտեմ։ Միքո, ես ինչ ես խոսում։ Ես ինչ մեղադրանքներ են։ Ասում ես, որ ամեն ինչ շատ լավ հիշում ես, ամեն վարկյանը շատ լավ հիշում ես։ Բայց եթե հիշում ես, ո՞նց ես ինձ մեղադրում ես հարցում։ Ամեն ինչը թողած առավոտից իրիկուն քեզ եմ մանեկել, Միքո։ Որ ես ուզեի տենց լիներ կյանքիս 6 տարին բերդում չէի անցկացնի, Միքո։ Ինչ դուրս եմ եկել բերդից ընկած քեզ եմ ման գալիս։ Ոնց քեզ ման եկա փախար։ Ամեն օր մի հատ նոր պարտքատեր է ծլում ու զանգում։ Ես եմ էգոիստ։
Բրավո, Հայկո։ Էս ինչ հուզիչ տեքստեր են։ Բա մեկին գտի թող էս քո դրամատիկ տխուր կյանքը սցենար սարքի, գիրք սարքի։ Սերունդները պիտի իմանան, չէ՞, դարի հերոսին։ Ձեռ ես առնում։ Հա, ձեռ եմ առնում։ Դուրս արի այդ կերպարիցդ, Հայկո։ Դու ես աշխարհի ամենավերջին մարդն ես, որ իրավունք ունես ինձ մեղադրելու։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Ճիշտ թե սխալ այդ կարևոր չի։ Բայց դու ինձ ուրիշ տարբերակ չես թողը։ Ես։ Հայկ մի հատ հետ նայ։ Երբ որ մեզ գյուղից հանեցին, դու իմ համար համ մոր, համ հոր տեղ դարար։ Չկայր դու էիր, կայր էլի դու էիր։ Ես ամեն ինչ անում էի, որ դու քեզ լավ զգաս, չնայած որ տան փոքրն էի։ Հիմա ճիշտ է, խզիկություն ասես բաները ասելը, բայց ասում եմ, որ պատկերացնես։ Հայկո, երբ որ ինձ կոնֆետ էին տալիս, ինչքան է սիրեի չէի ուտում։ Բերում էի տալիս էի քեզ, որովհետև գիտեի, որ դու էլ ես սիրում։ Երեխա եմ եղել, շատ բան չեմ հասկացել, բայց դողում էի քո վրա։ Գիտես ինչի է այդքան դողում։ Որովհետև վախենում էի, որ վերջի մարդուն է կարամ կորցնում։ Իսկ դու ինչ արեցիր։ Լսեցիր, որ Արփին ամուսնանում է ու վազեցիր գյուղ։ Ինչ անեի, Միքո, չգնայի։ Բա ես։ Հեչ պետք է չէի, չէ՞։ Որ լացելով խնդրում է, ասում էի մի գնա։ Հայկ, եթե դու սիրեիր ինձ գոնե 1%-ը նենց ոնց ես եմ քեզ սիրում, այդքան մեկ չէր լինի քո համար։ Ինչ ես խոսում, Միքո։ Ինչ ես խոսում։ Դու չգիտես ես ինչի եմ գնացել գյուղ։ Ըստ քեզ ես որ գնում էի գիտեի որ պիտի 6 տարով գնամ Բերդ։ Հա? Մարդը որ տնից դուրս է գալիս որ գնա խանութ։ Չգիտի ինչ կարա լինի այդ բային։ Այդ աղջիկը իմ կարիքն ուներ, չգնայի։ Հա, Միքո, չգնայի։ Ես լրիվ ուրիշ պլաններ ունեի։ Ուրիշ նպատակներ ունեի, Միքո։ Ու այդ նպատակների ու պլանների մեջ միշտ դու եղել ես։ Միշտ։ Այն ինչ որ կատարվեց։ Այն ինչ որ կատարվեց իմ, քո ու Արփիի հետ, այդ մի հոգու պատճառով ա եղել։ Մի հոգու։ Ու դու գիտես այդ ով է։ Ձենդ կտրի, Հայկո։ Հորս մասին բան չասես։ Ինչ։ Ես քեզ ինչ հիշում եմ, ուղեղս լցնում ես հորս մասին հիմարություններով։ Բայց դու ավելի վատը դուրս եկար։ Հա, Հայկո, դու ավելի վատը դուրս եկար։ Գողություն եմ արել, դուրսն եմ քնել, այդ ամեն ինչի մեղավորը դու ես, Հայկ։ Բա ինչ անեի, ուրիշ տարբերակ չկար։ Դու հիմա խաղում ես սրտացավ աղբեր, բայց ուրիշ տարբերակ չունեի ես, Հայկո։ Հա ու ասեմ, քանի չես ասել։ Աբոն փորձել է ինձ օգնի, չեմ ուրանում, բայց ես չեմ ուզել։ Մորքուրի ու տղերքի մայից հետո ես ու Սոնան կծկվում մտնում էինք սենյակ, որ Աբոն հանգիստ լինի։ Սոնան իր աղջիկն էր, ես ով էի, ինչքան էլ որ հոր նման էր վերաբերվում, ես ինձ մենակ էի զգում, ու դու այդ ժամանակ պետք է իմ կողքը լինեիր, բայց դու որոշեցիր գնաս գյուղ, դե աղջիկ փախցնելը շատ կարևոր թեմա է։ Հայկո, դու իմ համար մեռած ես, ոնց ես եմ քո համար մեռած եղել այն ժամանակ, տենց է դու ես իմ համար մեռած։ Հայկո, Համբերի ուր ես գնում։
Այդ ընդհանրապես քո գործը չի։ Դե մտնայ աղջիկ ջան այդ հերրախոսի մեջ մտնելու տեղը։ Մի հատ էլ դու ես մունատ գալիս վրաս, փոխանակ ներողություն խնդրես։ Չէ, մի հատ էլ բարոյական վնասի փոխհատուցում ներկայացրու։ Չեմ հասկանում, քեզ չեն սովորեցրել ոնց պիտի աղջիկա այդ վարվես տղա ջան։ Չէ, հարմար մարդ չի եղել։ Ոյում դոստիրոք։ Լավ հավեսը չունեմ։ Գոնե ներողություն խնդրի։ Դու սկսում ես իմ դուրը ահավոր չգա։ Դու հենց սկզբից իմ դուրը չես եկել։ Ինչ է կատարվում ստեղ։ Վայ, ինչ լավ է եկար Հայկ ջան։ Էս ով է։ Քիչ էր մնում ինձ այստեղ սպաներ։ Գժանոցը լրիվ։ Էս ով է այս անտաշը։ Աղբեր ես։ Իա, Լիլիթ ջան, ես ինչ լավ անակնկալ էր։ Իմ համար էլ պակաս անակնկալ չէր։ Միքոյի պահվածքի համար ես ներողություն եմ խնդրում։ Մի քիչ տաքացած էր, կարող ավել պակաս բաներ ա խոսացել։ Կներես։ Որ չիմանայի աղբերը տա, հաստատ այս հարցը սենց չէի թողնելու։ Ուղղակի որ մեջտեղում կաս, խնդիր չկա Հայկ ջան։ Հայի դեպ, ճիշտն ասած եկել եմ, որ տեսնեմ Սոնան ոնց է, զանգում եմ անհասանելի է, մտածեցի ավելի ճիշտ կլինի, որ գամ տեսնեմ ոնց է իրականում։ Լավ ես արել ապրես, բայց Սոնան երկրում չի։ Հը՞։ Հա, գիշերը գնացել է երկրից։ Ուր։ Վարո Լիլիթին մի բան հյուրասիրի, ես պիտի դուրս գամ։ Բայց Բարի օր։ Բարի օր։ Քեզ խմիչկա։ Հեռախոսով Վրամի անունը տվեցիր։ Ուզում եմ հասկանամ ինչ կա Վրամի հետ։ Տղետ մի քանի ժամ առաջ իմ տանն էր։ Եկել էր, պահանջներ էր ներկայացնում, վախացնում էր։ Գիտես ոնց էի վախեցել։ Սակո ես ոչ կռիվ եմ անում, ոչ է տոնս եմ փոխում, ու շատ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում։ Քո տղեն սիրում է իմ երեխան, իմ աղջիկն էլ է սիրում Վրամին, բայց ես ու դու մեծ ասակ մարդ ենք, ու գիտենք, որ ես չի կարա շարունակվի։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, աբո։ Հնարավոր է, որ մեր երեխեքը զգացմունքների են տրվել։ Բայց ես վստահ եմ, որ իմ երեխեն ուշքի կգա։ Ուշքի կգա։ Սիրարված է, ոնց պետք է ուշքի գա, դու պետք է ուշքի բերես։ Հնարավոր է մի անգամ մարդու դրության մեջ մտնեմ, հաշվի առնեմ, բայց ոչ ամեն անգամ։ Իմ տունը այդ տեղը չի, որ ամեն պատահած, երբ ուզի, գնա գա։ Իմ աղջիկն էլ հասկացել է այդքան բանը։ Երկրից գնացել է։ Ինքը հասկանում է, որ ստեղ իմ ու իր աղբոր պատիպն է։ Ու շատ լավ հասկանում է, որ ընտանիքը չեն դավաճանում, ընտանիքից կարևոր բան չկա։ Դե հիմա դու էլ բարի եղի, քո տողուն այսքան բանը բացատրի։ Իմ աղջիկն էլ քո տողու հետ գործ չի ուզում ունենա։ Այդպես հետո իրարից նեղանալ չլինի սակո։
ինձ համար թե եմ դնում, կարող է քեզ էլ դնեմ։ Բայց արկղերը չենք բերում տուն։ Չէ, մտածում եմ ավելի լավ է թող մեքենայի մեջ մնա, որովհետև մեքենայով եմ տեղափոխելու հետո ուրիշ տեղ։ Նարե, հաստատ քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Կարող է հիվանդանում ես։ Չէ, ինչի։ Չգիտեմ, մի տեսակ սփռտնած ես երևում, շփոթված։ Ինչ որ բան է եղել։ Չէ, մամ, ամեն ինչ կարգին է, ես երևի դուրս գամ մի քիչ քայլեմ։ Դե արի թե խմենք միասին ու գնանք։ Չէ, մամ, ես մենակ գնամ, համ էլ մի քանի տարածք պիտի նայեմ ատելյեի համար։ Հիմա կարող է վաղը նայես։ Չէ, չեմ ուշանա։ Այս երեխու հետ հաստատ մի բան կատարվում է։ Հենց էլ գիտեի, որ ստեղ ես։ Ոնց իմացար։ Ինչի ես եկել։ Սառել ես։ Ծիտիկներն ասացին, որ այս գետի ափին մի աղջիկ կա, համ տխուր է, համ շփոթված է, համ էլ մրսում է։ Համարյա նազիկ տատուս պես բացատրեցի։ Ես վաղուց եմ ստեղ, պիտի գնամ արդեն։ Սպասի։ Ես եկել եմ, որ խոսանք։ Այսօր իմ ու քո խոսակցությունը կիսատ մնաց։ Ոչ մի բան էլ կիսատ չի մնացել։ Իսկ եթե մնացել է, այդ արդեն կարևոր չէ։ Ում ես խաբում, ինձ թե քեզ։ Չեմ հասկանում ինչ ես ուզում ինձնից։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Զարմանալու կլիներ, եթե պատասխանեի։ Չեն արը, պիտի դու իմ զանգերին պատասխանես։ Ու պիտի դու էլ ինձ զանգես, որովհետև ես սպասում եմ քո զանգերին։ Ինչի։ Էդ ինչ փոխվեց տենց մի անգամից Հայկ։ Ինձ թվում է երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք ինչի մասին եմ խոսում։ Հա, այնքան հասուն ենք, որ դու հիմա այդ զգացածիդ անուն չես տալիս։ Վատ ես քեզ զգում անուն տալուց։ Որ վատ զգայի, ստեղ չէի լինի Նարը։ Հայկ, դու իմ հանդեպ ամեն ինչ զգում ես, չգիտեմ, մեղքի զգացողություն, խղճահարություն, պարտքի զգացողություն, բայց ոչ։ Ինչ։ Ինչի չես շարունակում։ Պետք չի խաղալ մարդու զգացմունքների հետ, երբ որ ինքը քո հետ անկեղծ է եղել։ Ես անկեղծ եմ եղել ու ասել եմ, թե ինչ եմ զգում քո հանդեպ, բայց պիտի այդ միջև իմ հետ գերեզման տանեի։ Ու հիմա խնդրում եմ, որ դու չօգտվես առիթից։ Ուր է տղեդ։
տանը չի, ինչ է եղել Սաքուն։ Խնդրեմ։ Իմ զանգերին չի պատասխանում, չնայած ես ով եմ, որ իմ զանգերին էլ պատասխանի։ Սաքո կասես ինչ է եղել։ Ինչ սաքո, սաքո։ Ես չգիտեի, որ այդքան անլուրջ ու անվստահելի մարդու տպավորություն եմ թողել։ Հայկ, դու հիմա սխալ ես մեկնաբանում ասած մերես։ Նարը ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ու շատ անգամ փորձել եմ պահեմ իմ մեջ։ Այն ինչ զգում եմ։ Շատ անգամ հետս կռիվ եմ արել։ Շատ անգամ ինձ մեղադրել եմ։ Բայց հասկանում եմ, որ մենք չենք որոշում ում հանդեպ ինձ զգանք։ Չէ, երևի հենց դու էլ ճիշտ էիր։ Երևի գիտակցությամբ հնարավոր է հաղթել սրտին։ Չէ, անհնար է։ Ես 1000 անգամ փորձել եմ, բայց անհնար է։ Ամեն անգամ, որ զգում եի, էլ չեմ դիմանում, գնում եի Արփիի մոտ։ Բայց ամեն անգամ գնալովս զգացածս ավելի շատ էր ամրապնդվում։ Ես չգիտեմ ես ինչ ճակատագրի հեգնանք է, բայց ես Խնդրում եմ, պետք չի, ոչ, մի բան մի ասա։ Հավատա տենց ավելի վատ է լինելու։ ինչքան չասեմ։ Հայկ, պետք չի։ Հիմա ով է վախենում, ես թե դու։ Չի կարելի է սխալ է։ Ես չգիտեմ սխալ է, թե չէ։ Խնդրում եմ, Հայկ, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ, նա։ Շատ եմ սիրում ու չգիտեմ ինչ անեմ սրա հետ։ Գիտեմ հիմա ինչ ես մտածում ու ես էլ եմ այդ նույնը մտածում։ Բայց եթե հավատա իմանայի ինչ պիտի անեմ, որ ստեղ չլինեի, ամեն ինչ կանեի դրա համար։ Երևի շատ եմ մեծ խոսացել ու հիմա Աստված տենց անում, որ մաշկիս վրա զգամ այն ինչի համար, որ մեղադրել եմ։ Ես չգիտեմ ինչի համար ես արեցի, բայց արդեն արեցի։ Ես հիմա նարեկ ոչ մի բան էլ չենք փոխելու, ոչ իմ ասածներն ենք մոռանալու, ոչ էլ ջնջելու ենք։ Հիմա պիտի հարցնես, բա հետո ինչ ենք անելու։ Ես չգիտեմ։ Հայկ, դու հասկանում ես ինչ արեցիր, հա։ Դու գոնե հասկանում ես ինչ արեցիր։ Ես հիմա ոչ մի բան ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտակցում եմ։ Հայկ, բա հետո։
Վաղը, այն մյուս օրը, ինչ ա լինելու։ Խնդրեցի, չէ՞, այդքան էլ խնդրեցի, որ չասես։ Հիմա խոստովանեցինք իրար։ Դու ինձ ասացիր այդ մասին։ Ես քեզ համարյա թե ասել էի, խոստովանել էի։ Բայց դու հիմա պատկերացնում ես այս հիշողությունների հետ մենք ո՞նց ենք ապրելու, ինչ ա լինելու։ Երեք ավելի հեշտ էր։ Վաղը ավելի դժվար է լինելու։ Որովհետև միջև ես մտածում էի, որ ես սխալ մարդու եմ ընտրել, սխալ մարդու եմ սիրում ու կմոռանամ կանցնի ես ամեն ինչը։ Բայց հիմա շատ ավելի սարսափելի է լինելու, Հայկ։ Մենք չենք կարողանալու շարունակել ապրել։ Ինչի խոսացիր։ Ինչի ասացիր։ Այս ում էր պետք։ Ում համար էր պետք։